Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ սրբությունը մեր մեջ կատարելագործելու։ Իսկ սրբությունը ո՞նց է կատարելագործվում, որքան Աստծո խոսքն ու աղոթքը շատ է մտնում, այնքան քո ներսը դիվային պարիսպները քանդվում է, դիվային այդ կրքոտ ցանկությունների արմատները վառում է ամեն աղոթքի եւ գրքի լեցունության շնորհիվ։ Դա է կարևորը, գիրքը մեղքին է վանում, բնավորության վատ գծերին, մեղքը գրքին, սուրբ գծերին է դուրս վանում, ամեն։ Տեսեք, ում շատ տեղ տակ հակառակը այդ տվյալ բանը կգործի եւ հակառակորդը կփախչի եւ կմարի, ամեն։ Ինչպես Հակոբոսն ասում, մոտեցեք Աստծուն եւ սատանան ձեզանից կփախչի։ Իսկ ո՞նց եք մոտիկանում Աստծուն։ Աղոթք եւ գիրք, վկայություն ու փառաբանությունն ու պաշտամունքը շատացնելով։ Այսօրվա մեր սերտողության թեման է ժողովող 11-րդ գլխից սկսած։ Քո սերմը կանուխ ցանիր, միշտ պիտի ցանենք մենք։ Ցանելու համար պիտի լեսվենք, որ ունենանք սերմ ցանելու, ամեն։ Հացը թող տուր ջրերի երեսին, որովհետև շատ օրերից հետո նրան կգտնես։ Սա բազում խորհուրդ ունի, բայց առաջինը վերաբերվում է ողորմությանը, ամեն, որ աղքատ սուրբերին ավետարանչությանը օգնի, ողորմություն արա, աղքատի պետքերը օգա։ Շատ օրեր չանցած Աստված մի հատ ուրիշի միջոցով, ուրիշ ճանապարհով քեզի հարապատիկով ավելի օրհնելու է։ Ինչպես տեսնում եք իմ կյանքը եւ շատ հասուն քրիստոնյաների կյանքը, որտեղից Աստված որտեղ է բերել։ Չեմ լսե կյանքում մի ազնվորություն, որ Տիրոջ առաջ ուղիղ քայլի ու ողորմած կյանքով ապրի, մարդը հացմուր է։ Ինչպես Սաղմոսների գիրքն ասում է, բացարձակ աշխարհը ման եկա, չտեսա արդարը երեսը ձգված եւ անոր զավակնաց մուրացող։ Ամեն օր կողորմի ու փող կտա եւ նրա սերունդը օրհնված, ամեն։ Ոնց էդի քու գործը չի։ Դու երկինքի արքայության գործն ես առաջ տանում, Աստված էլ փռումա դրան քո ոտքերի տակ, նվետ։ Ոնց քու բանը չի։ Ուրեմն այդ է խորհրդանշում, հացը թող տուր ջրերի երեսին, որովհետև շատ օրերից հետո նրան կգտնես, ամեն։ Տերը կվարձատրի եւ մե ուրիշ ճանապարհով կտա քեզի, ամեն։ Բաժին տուր 7-ին, տեսեք էլի նույն ողորմության մասին է։ Եվ 8-ին էլ քեսեր ամեն ուզողի տուր։ Քո քուր եղբայրներին ամեն ոչ թե եթանոստերին։ Եվ երես մի դարձնի անկերը, որ քեզանից փող ա ուզում, պորտ կա ուզում, մի կտոր հաց ա ուզում, ձեռը թո միշտ երկար լինի։ Աստված էլ իր ձեռը կերկարացնի քո տանը, ամեն։ Բաժին տուր 7-ին եւ 8-ին էլ, որովհետև չգիտես, թե ինչ չարիք պիտի լինի երկրի վրա։ Կամ մի օր էլ դու սովածանաս, այդ ում տվել ես քո կողքին կկանգնեն, ամեն։ Եթե ամպերը լեցվին, երկրի վրա անձրև կտեղան։ Եվ եթե մի ծառ դեպի հարավ ընկնի կամ դեպի հյուսիս, այնտեղը, ուր որ ծառը ընկել է, կմնա, ամեն։ Քամին մտիկ անողը սերմը չի ցանի, փոթորիկա, քամիա, կամ ծույլոսմա դուրս առյուծ կա, հելակուտի ինձ։ Այն մարդ գնա, որ բոլորը են չեն վնասվում, դու էլ գնա։ Մի խոսքով սա ծույլա եղանակ իրա նայում, առյուծ կա, փիղ կա, հասկանում ես։ Իրա ցանկությունն է չանի։ Նույնը հոգևոր սերմ չցանողը, դու էլ ար քարոզեցիր քո դեմն առան։ Դու գնացիր ճիշտ ավետարանչություն արեցիր, պտուղ չստացար, եթե դու անկես մարդ ես, ուր գնաս Տերը կհարթի քո ճանապարհները, ամեն, ոչ մի բանից էլ չես վախենա։ Ինչպես Հիսուսն ասում, եթե Սուրբ Հոգին առաջնորդում, խավարը լույս է, կգա խավարի ժամանակը, եւ մեկը չի կարա գործի։ Իսկ եթե լույսը Հոգին քո հետ է, գիշերն էլ գնաս լույս է, քեզ մութը չի վնասի, ամեն։ Քամին մտիկանողը սերմը չի ցանիլ, ու ամպերին նայողը չի ընձիլ, վերջի ծույլա։ Թե հոգեպես հասկացեք, հոգևոր
վարության կարողը, թե մարմնավորապես, եթե դու չգնաս, չցանես, չվազես, բերքին չհետևես, աշունը բերք կունենաս, հոգիներ դարձի կգան, նույնն էլ մարմնավոր է, էլի չես ունենա։ Քամին մտիկանողը սերմը չի ցանի, ու ամպերին նայողը չի ընձիլ։ Ինչպես որ չգիտես, թե որն է քամի ճանապարհը, ինչպես են շինվում ոսկորները հղի կնոջ արգանդումը, նույնպես էլ չգիտես ամենաստեղծ Աստծոյ գործքը։ Դու սերմնացան գնա ու սերմը ցանա, նա գիտի երբ դարձի գբերի, որ հիմի չես դառնում էլ չեմ գնալու, ոչ, դու միշտ ցանա ժամանակ առ ժամանակ հորդորի, Տերը գիտի իրեն երբ է դարձի բերելու, ամեն։ Առավոտած ցանիր քո սերմը, տեսնում եք, վերնագիրը խոսում էր սերմնացանի մասին, չէ՞, թե քո սերմը կանուխ ցանիր, մեծամասամբ էսի հոգևոր սերմը ցանելու մասին է, հոգևորի։ Առավոտած ցանիր քո սերմը եւ իրիկունը թող չդադարե քո ձեռքերը, իր գիշեր, ցերեկ ցանա, օրտուր, որ զակոնն ասենք ճշմարտությունով գցես, իրիկունը չեն կարող մարմնավոր ցանքոնեն, բայց իսկական սրբերը իրիկունը լավ հոգևոր ցանքեր են անում, ժողովներ, չէ, պարապեն ժողովուրդը, գալիս են, հավաքում են, գիշերային ժողովներ, աղոթքա ժողովներ, ամեն, պետք է մարմնավորից թլպատես ժողովրդին, որ հոգևորը ընդունեն, ամեն, մարմնավոր գործի մեջ մարդը անուշադիր է, հոգևոր սերմեր չի ընդունում։ Այս բոլորը վերաբերվում է ուշադիր որ լինեք հոգևոր ցանքերին։ Առավոտած ցանիր քո սերմը եւ իրիկունը թող չդադարե քո ձեռքը, որովհետեւ չգիտես թե որն է հաջողվելու, սա թե նա իրիկուն ցանածը լավ կոչի, թե ցերեկվա ցանած, կամ թե երկուսն էլ միասին են լավ լինելու, եթե Տերը քո հետ լինի, կողա համ իրիկունն էլ համ առավոտ էլ ցանածը լավ լինի, որտեվ ցանողը Տերն է, աճեցրողը Տերն է։ Հիմա դու տեսնում ես, որ էսի լրիվ վերաբերվում է հոգևոր ցանքին։ Եվ քաղցր է լույսը, եւ ախորժելի է աչքին տեսնելու արևը։ Իրավ եթե մարդը շատ տարիներ էլ ապրե, նրանցում թող ուրախանա, բայց թող հիշե խավարի օրերը, ծերության օրերը, ննջելուց հետո խավարի վայրում ապրելը, ես էլ նկատի ունի, ամեն, թող հիշի, որ այդ ապրած կյանքում ճիշտ ապրի, որ խավարը չգնա, իր ծերությունը լույսի մեջ լինի, ննջելուց հետո էլ լուսովայրը գնա։ Եվ իրավ, եթե մարդը շատ տարիներ էլ ապրե, նրանցում թող ուրախանա, բայց թող հիշե խավարի օրերը, որ շատ են լինելու, այսի դժողքի խավարը, կրակի լճի խավարն է, որ շատ է լինելու։ Ուրեմն դրա մասին պետք է շատ երկար մտածես, որտեղ ամենաշատ ընդեն ես ապրելու, ոչ թե երկրի վրա, չէ՞, որտեղ ես անցկացնելու անմարելի հավիտենությունը, ստե աշխատի Աստծո համար, որ լուսո թագավորության մեջ անցկացնես։ Եթե չես աշխատում Աստծո համար, ուրեմն աշխատում ես դևերի համար, որտեղ ծնված օրվանից դևերի համար աշխատել ես։ Հեն որ արդեն սկսել ես խոսել, հայոյել եւ անիծել ես, եւ հպարտ պապատ պարծեցերա թե դու ինչ լկտի հայոյանք ես տալիս։ Փոքրուց ես դու խավարի համար աշխատել։ Դրա համար ուշադիր եղիր։ Բայց թող հիշե խավարի օրերը, որ շատ են լինելու, ամեն ինչ որ պիտի գայ ունայն է, ընդե լաբան չկա, ինչ կաստենա ճիշտ է, ամեն ինչ որ պիտի գա, ալը չի եկե, բայց կարաս փոխես ստե երկրի վրա, այդ ունայն օրերը փոխես օրտնյալ օրերի, խավարի օրերի մասին է խոսում, դժողքի եւ կրակի լճի, ամեն ինչ որ պիտի գա, ունայն է, ուրախացիր երիտասարդ, էսի անձից կառավարվողին է ասում, լավ ես քեզ զգում, անձից կառավարվող երիտասարդին կարակ նշան դնեք, չար երիտասարդին, ուրախացիր երիտասարդ, քո մանկությունում է, եւ թող զվարճացնե քեզ ամբարիշտ երիտասարդ, քո սիրտը երիտասարդությանը տորերում է, ինքը մենակ այլանդակություն չէ կարա, որ սիրտը զվարճանա, եւ գնա քո սրտի ճանապարհով է, չար սրտի ճանապարհով է,
Եվ աչքերիդ նայվածքով, աչքերդ իս ցանկանում է արա։ Եվ իմացիր, որ սրանց ամենի համար ամենակարևորը Աստված քեզ դատաստանի է բերելու, պատժելու է ու դժոխք ուղարկելու։ Կանչետ ես երիտասարդներ, արա մի կյանք ունեմ ասում ապրելու, ստեն դե ուր տանում են թո տանեն։ Եվ Տեր էսպիսիններին էլ բան չի անում, ասում գնա, ուրախացի, քթերիցդ գալու է ամեն։ Մեկ օր պետք է ասունաշիվ տաս քո բոլոր կատարած գործերի, խոսքերի եւ մտքերի համար։ Եվ տրտմությունը հեռացրու սրտիցդ 10-րդ խոսք։ Եւ տրտմությունը հեռացրու սրտիցդ, էդի տրտմությունը եւ անխաղությունը նկատի ունի, չէ՞, ինչի անխաղությունը լում տրտմում ես անխաղություն ես տանում։ Էսի մեզի է վերաբերվում։ Եվ տրտմությունը հեռացրու սրտիցդ եւ դեն առաջարությունը մարմնիցդ։ Էսի արդեն սուրբերին է հորդորում, որովհետեւ մանկությունը եւ երիտասարդությունը ունայն է։ Դեւ իրեւ ասում է գնա, որ չես լսում, բայց լսող երիտասարդին հորդորում է, որ այն երիտասարդ կյանքը ունայն է ու անցողիկ։ Դու մնայունի մասին մտածա, ով իմ զավակ, ամեն, եւ տրտմությունը հեռացրու սրտիցդ եւ դեն առաջարությունը մարմնիցդ, որովհետեւ մանկությունը եւ երիտասարդությունը ունայն է, խաբուսիկ եւ կործանարար։ Ամեն։ Այսքանով թող ավարտվի ժողովուղի 11-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ Ժողովուղ 12-րդ գլուխ։ Երիտասարդությունումդ հիշիր Աստծուն եւ ծերությունումդ կմխիթարվես։ Առաջի մասը դրա մասին է խոսում, որ ծերանաս ինչեր կկատարվի քո հետ, աչքիդ լույսը կնվաղեն, ուժդ կպոքսի, ամեն։ Ստե ուրիշ խորհուրդ չկա, ակը կքանդվի, կփլվի, էսի որ քո ուժը կընկնի, հնարավորությունդ կկրճատվի, տանը ճրակը կմարի, հասկանում ես, էսի այդ նկատի ունի։ Աստվածանից վախենալը ամեն խրատների գլուխն է, իսկ վերջում արդեն խոսում է Աստվածանից վախեցողի մասին։ Ամեն։ Ուրիշ մտքերը ստե չխառնեք, ինչպես շատ կրոնավորներ խառնում են եւ վեճի առիթ դառնում։ Հենց առաջի բառից, խոսքից լսեք ինչ ասում։ Եվ հիշիր քու ստեղծողին, Աստծուն, քու երիտասարդության օրերում է, ապաշխարիր քու երիտասարդ ժամանակին, որ են քո երիտասարդ օրերը նվիրես Տիրոջ գործին, որ ամենաթանկ վարձատրությունն արժի, ամեն։ Թե չէ փրկության համար 80 տարեկանում ես դարձել ու մի տարի ապաշխարե փրկվե, թե մի տարեկանում կամ 10 տարեկանում, միևնույնն է, բայց եթե դու 10 տարեկանից նվիրվես Տիրոջը, դու հնարավոր 40 տարի հավատարմորեն սպասավոր լինես, ամեն, 40, 50, անգամ 60 տարի։ Իսկ եթե դու 80 տարեկանում լինես, դու երբեք չես կարա հալածվես ու չարչարվես եւ ճշմարիտ հովիվ դառնաս, ամեն։ Արդեն մարում է քո տարիների օրերը։ Սա է, որ ասում է երիտասարդությունում ճանաչիր Տիրոջ։ Որ այն քո իսկական կյանքի նպատակը հասկնաս ինչ էր։ Որտեվ ղևտացիներն էլ 30 տարեկանում մտնում էին, արդեն 50-ում նստում էին, քո ուժը պակասում է, ամեն։ Թեկուզ առողջ ես լինելու, բայց այն ուժը չես ունենալու, ինչ հալածանքների մեջ էիր դիմանում, վազում էիր, հաստում էիր, գիշեր-ցերեկ գործում էիր։ Ես հիմա իմ անձի վրան զգում եմ, ինչ իմ 25 տարեկան ժամանակը, ինչ արդեն 50-ին եմ մոտիկացել։ Բայց ես չէ ջահելներից պակաս եմ էլի վազում, քավեբի նման ինչ ամրություն, ինչ խելք իմաստություն ունեի 20 տարեկանում, հիմա ավելի է շատացել։ Մեկ քիչ ուժս է նստել, բայց ոչ այնպես որ ինվալիդ դառնամ։ Էդ էլ տարիքի հետ կախված, ամեն իսկական սուրբ այդպես կլինի։ Եվ հիշիր քու ստեղծողին, քու երիտասարդության օրերում, քանի որ չեն եկել թշվառության օրերը, ծերության օրերն է, 50 տարի չոքես դուրս, չէ երկում էին, սև մազերս թափավ բուրս, ատամները թափավ դեմս, չէ թազենքցի, հետաքրքիր է, ծամում ենք չի հարմարվում, էդի հենց էսի նկատի ունի, սկզբից ասում է։ Քանի որ չեն եկել թշվառության օրերը, կարակ գրեք ծերության օրերը եւ տարիները։
Քանի չեն եկել թշվառության օրերը եւ չեն ասել այն տարիները, որ ասես թե նրանց չեմ հավանում, ամեն ջահել օրեր չէ կնիկ ինչեր էին կանում, ենիմալ գնաց անցավ մեր ջահել օրերը շուտ անցավ, չէ, հետաքրքիր է, եսի լրիվ ծերերին ա վերաբերում, քանի որ չէ խավարել արեգակն ու լույսը, լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել ամպերը անձրևի հետևից է, եսի օրհնությունը, որ պոքսում է, երբեք լուսինն ու արևը հիմի չեն խավարի, մեզ դեղության մեջ խավարում են, սա խորհուրդ է, որ յուրաքանչյուր ծերի աչքի լույս նվաղում է, ամեն, հատկապես անապաշխարների, եւ նա հնարավոր է աստղերը չտեսնի արդեն, հեռու են, չէ, կարող է լուսինը տեսնի, բայց խավար ձևի տեսնի, իրա տեսողությունը երբ նստում է, իրան թվում է, թե արևն ու լուսինն ու աստղերն են խավարը, ամեն, բայց իրականում լուսինը, արևը, աստղերը նույն ձևի մնացել են երիտասարդների աչքերում, քո աչքերի լույսն է նվաղ է, ու հոգևոր աչքի լույսն է բացվե, ամեն։ Այն օրը, որ կդողդողան տան պահապանները եւ կկորանան զորավոր մարդիկը կուզիկ կդառնան, չէ, պապիները այս փետերով ազիվ քայլում են, որ կկորանան զորավոր մարդիկը եւ կդադարեն աղացողները քիչ լինելու համար, որ ժամանակի ներկանքով աղում էին, էլ չեն կարա, եւ պատուհանից նայողները կմտնեն, ինչքան են ջահել ժամանակ վարագույրը քաշել, նայե արդեն էլ չեն կարա անկողինից վեր կենա կամ նայեն թե դուրս է ինչա կատարվում, ամեն ինչի հավեսը կկորի, ամեն, եւ դրսի դռները կկապվին, աղորիքի ձայնը տկարանալով, եւ նա վեր կկենա թրջունի ձայնովը, եւ բոլոր երկեցող աղջիկերքը նկուն կլինեն, մի բարձր տեղից մինչև անգամ կվախենան, չէ, աստիճանները կվախենա ոտ դնի, բայց ժամանակին վազելով էր հլնում եւ իշնում, տեսերեք չէ, տես պապիների, տատիների, մի բարձր տեղից մինչև անգամ կվախնան եւ վախենալով կգնան ճանապարհը, չէ, հայ մտածելով էս անկնում է, բալես մի բռնա չընկնեմ, բայց դուրան ճանապարհը, ժամանակին դե ամեն առավոտ վազում էր, բայց մի վախենում է քայլի, մի բարձր տեղից մինչև անգամ կվախենան ծերերը, տեսեք սա վերաբերում է ծեր մարդկանցը, ինչպես խոսեցինք, ու շարունակությունը մի քիչ անկապ բան է երևում, բայց նոր թարգմանության մեջ Արարատի պարզ գրված է, ինչի մարա գրված նշենին կծաղկի կամ այդ մարախը կծանրանա, հիմա բացատրեմ ձեզ։ Մի բարձր տեղից մինչև անգամ կվախենան ծերերը եւ վախենալով կգնան ճանապարհ, այն ճանապարհը, որ ժամանակին վազում էին, եւ նշենին կծաղկի, ինչա գրուկ նոր թարգմանության մեջ, նշենին, որ ծաղկում է, լրիվ սպիտականում է, ինչպես ծիրանենին, չէ, բացվել է, լրիվ ծաղկել է, նրանց մազերը կսպիտականան, դրա համար ծերեր ջան, մի ներկեք, որ երևա ձեր հասակը եկել է, նշենին կծաղկի, նշենի ծաղկած ծառերի նման, նրանք կսպիտակեն եւ ալեհեր կդառնան, ամեն, եւ մարախը կծանրանա, մարախները շատ ուժով գալիս ու գնում են, չէ, արդեն ինչպես մարախները կդանդաղանան շարժվելուց, այնպես էլ ծերունի քայլերը դանդաղ, հանգիստ, շատ թույլ կլինի, եւ մարախը կծանրանա, եւ ախորժակը կդադարե, այն որ կրամոլ մարդը կարող է մի կտոր հացով կշտանա, որտեղ իր օրգանիզմը գնում է մահվան արդեն, որովհետև մարդը զգնում է իր հավիտենական տունը եւ դրսումը շրջապատում են լացողները, վերջ, եսի լրիվ էսքանը ծեր մարդու հետ կատարվելիք բաներն են, մեր նախկին աղանդավորական եկեղեցիներում, վայ, եսի գիտես ինչ թագավորության կորուստի հետ էին ամեմատում, այսս ուղեղներս կախում էր, վերջ, որ ասում եմ իմանաս, այս օրինակները, բայց եսի պարզ վերնագրի հետ գնում է, որ եթե դու երիտասարդության օրերին տիրոջը չճանաչես, ծեր օրերին շատ դժվար կլինի քեզ, որտեղ քո գաղափարը, քո մտածելակերպը մի կփրկվես հազև, բայց կարող է դու տիրոջ գործին շատ քիչ բանում պիտանի լինես, ամեն։ 6-րդ խոսք, քանի որ չեն
կտրվել արծաթի թելը, էլի ծերի մասին է։ Չի կոտրել ոսկե բաժակը, չէ ինչ ունեսվածք ուներ, եւ չէ փշրվել սափորը աղբյուրի մոտ, եւ չէ կոտրել անիվը ջրորի վրա։ Էսի բոլոր այդ մարդու հնարավորություններն ու ունակությունների զրկվելն է, չէ մարդկա միլիարդատերը տանում գցում են ծերանոց, ամեն ինչից զրկվում է։ Այս է, չէ, ծերության շեմին կամ զատ չի ունենում, ծերության շեմին սկիրա երեխեքը տեր չեն կողնում, զրկում են հաց չեն տալիս, այսի այդ վատ օրերն է։ Եվ հողը, տեսեք, եկանք ասանք վերջնակետին, եւ հողը ետ չէ դարձել երկրին ինչպես որ էր, եւ հոգին ետ չէ դարձել Աստծոյ մոտ, որ տվել էր տպագրական թերությունը եւ հողից դրեք տվել էր փակեք ու գրեք։ Այն ատեն հողը երկիր պիտի դառնա բութ առաջվա եղածի պես, այն ատեն հողը երկիր պիտի դառնա առաջվա պես եւ հոգին Աստծոյը պիտի դառնա որ տվել էր։ Նորից կարդամ, այն ատեն հողը երկիր պիտի դառնա առաջվա պես եւ հոգին Աստծոյը պիտի դառնա որ տվել էր։ Ամեն։ Դա տպագրական թերությունը։ Ունայնությանց էս մինչև 7 խոսում է ծեր մարդու հետ կատարվելիք բաները մինչև հող դառնալը։ Ամեն։ Ուրիշ տեղ խորհրդավոր բան չկա, որ աղանդավորները բացատրում են։ 8-րդ խոսք։ Ունայնությանց ասեց ժողովուրդը։ Ամեն բան ունայն է։ Ինչ ամեն բան, մարմնավոր բոլոր գործերը, հավատացեք այս ծերի համար, վերջում ասում է, հիմար էի ես, ունայն էր, ինչուն ձեզ կան նեղելով չկերա չխմեցի, կուտակեցի, որ մեկ ուրիշ եկավ վայելեց, ոչ էլ ընձի գոնե մինչև ծերությունը հարգեց։ Հասկանում է, դրա համար ասում է, կե խմա քո երիտասարդ կնոջ ընտանիքի հետ քո ունեցած, ամեն, դա է, ու ասու, փարքին հենց այ հետ ամնում։ Բարի գործեր արա, բարի գործերով արստացի, որ եթաս քո հավիտենական բնակարան ընդ քեզի ընդունեն, ամեն, ու լավ դիրքի արժանանաս։ Ունայնությանց ասեց ժողովողը, ամեն բան ունայն է, եւ բացի դրանից, որ ժողովողը իմաստուն էր, նա դեր ժողովրդին գիտություն սովորեցրեց եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց։ Ժողովողը ջանք արավ վայելուչ խոսքեր գտնելու, ջանք անել աղոտ քարավ եւ Աստվածանից ստացավ։ Եվ գրվածը ուղիղ ճշմարիտ խոսքեր են։ Իմաստունների խոսքերը խթանների պես են, խթանները են ցիցերն են, որպես ցծում են հողի մեջ։ Եվ ինչպես խրված բևերներ ժողովածուների տերերի ձեռքով տրված է մեկովը գիտենք Հիսուս Քրիստոսն է, Աստվածանից տրված խարիսխների կնիքների նման ժողովրդի ղեկավարների ձեռքին են այդ իմաստուն խոսքերը, հովիվները չէ ունեն, որոնք առել են հովվապետից եւ փոխանցում են ժողովրդին, եւ դա անկախտելի հիմքեր է, վարդապետական սյուների խորհուրդ ունի։ Ամեն, որ դա խարիսխված է նզովյալ լինի այն մարդը, որ կփոխի այդ ծերերի դրած սահմանն ու խարիսխը։ Ամեն։ Եվ վերջապես որդյակս նրանցով լուսավորվիր եւ շատ գրքեր շինելը ծայր չունի եւ շատ կարդալը կհոգնեցնե մարմինը։ Հելա չէ որ շատ կարդում ես հոգնում ես, չափավոր կարդա, քեզի իշքան որ դու կարողություն ունես։ Դե ասա շատ կարդալը կհոգնեցնե մարմինը։ Եթե մանուկը կարդա չափից առավել, ամեն, ինքը մանուկա միջահասակը, հասկացար։ Եթե կարդում ես դադարտու ելաղոտ կարան, նորից կարդա աղոտ գիրքը վկայությունը շաղախած ավելի շատ կկարդաս, քան թե անընդհատ նստես ու իրար հետև կարդաս։ Բոլոր խոսքի վախճանը լսենք, մեկ գրեք ձեր մոտ, բոլոր
կերի բոլոր սուրբ խոսքերի հետևում թաքնված փրկության մտքերը հասկացեք բոլոր սուրբ խոսքերի հետևում թաքնված փրկության մտքերը հասկացեք սա է բոլոր խոսքերի վախճանը լսեք դրա մեկնությունը Աստվածանից վախեցիր այս ասում ամենակարևորը Աստվածանից վախեցիր եւ նրա պատվիրանքները պահիր վերջ ապաշխարիր եւ հոգուց կառավարվելով սուրբ կյանք ապրիր ամեն սուրբ խոսքերին հնազանդվելով սա է կարևորը Աստվածանից վախեցիր եւ նրա պատվիրանքները պահիր որովհետև սա է Աստծուց վախենալը, հոգուց կառավարվելը եւ նրա պատվիրաններին հնազանդվելը։ Որովհետև սա է ամեն բանը մարդիս համար, վերջ, դուս կարևոր բան չկա։ Որովհետև Աստված ամեն գործքը բերելու է դատաստանի։ Դրա համար քո կյանքում գրքին հակառակ քայլեր չլինի, մտքեր չլինի, արարքներ չլինի, ամեն։ Որովհետև Աստված ամեն գործքը բերելու է դատաստանի։ Ամեն ծածուկ բանի հետ, թե բարի և թե չար, ամեն, կա բաներ, որ ծածուկ են, հետո լույսի կլնեն, թե չար գործերը, և ասմա ոմանց բարի գործերն էլ, որ լույսի չեն էլ է, դրանք էլ ծածուկ չեն մնա, ամեն, անպայման բերվելու է, համրվելու է, հաշվվելու է, համտրվելու է չարերի դատաստանը, Համ տրվելու է արդարների վարձքերը, ամեն, փառավորվի Քրիստոսը։ Այսքանով ավարտեցինք ժողովողի 12-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ժողովողի գիրքը ավարտվեց։ Տերը օրհնի հաջորդ սերտողությանը պատրաստվեք, ամեն։